Շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ, մեր հյուրերը արդեն տաղավարում են մայիսի 17-ին ժամը 19:00 թանգարանային գիշեր միջոցառման շրջանակներում ռուսական արվեստի թանգարանում տեղի կունենա ըբով արվեստագետների փոխազդեցություն ցուցահանդեսի բացման արարողությունը։ Պերֆորմանսը ուսումնասիրում է, թե ինչպես է գիտակցությունը ստեղծում մոդել ֆիզիկական աշխարհի եւ մտավոր կառուցվածքների սինխրոնացման համար միաձուլման եւ էներգիայի տարածման վիճակի վերածելով դրանք միմյանց մեջ էս պետք է հասկանալ։ Ինձ թվում է հյուրերը կմանրամասնեն ռուսական արվեստի թանգարանի ցուցահանդեսների համակարգող Օվսաննա Հարությունյան, ցուցադրության համակարգող հեղինակ Յանա Զախարովա, նկարիչ քանդակագործ Նաիրի Գրիգորյան։ Բարի լույս։ Դե քանի որ ասում եմ վաղն է, այսօր է վաղն է ցուցադրությունը, մենք փորձում ենք հիմա իրականում, այսպես ասած, մանրամասնել, որպեսզի ներկաները հասկանան ինչի բազին է խոսքը, ինչպես Դավիթի մոտ առաջացան հարցեր։ Դե խոսենք, բայց թանգարանային գիշերը ինչ է լինելու, վաղը ինչ է լինելու, հետո այդ բարդ սխեմայից խոսենք, որ մենք էլ հասկանանք ինչի մասն է խոսքը։ Այդքան էլ բարդ չի իրականում։ Թանգարանային գիշեր միջոցառումը ոչ միայն մշակութային տոն է, այլև հետաքրքիր հուշում, որ թանգարանները ժամանակի սահմաններից դուրս ապրող տարածքներ են, որտեղ անցյալը խոսում է ներկայի լեզվով եւ քայլում է ներկային համընթաց։ Այս տարի թանգարանային գիշեր այդ համաեվրոպական միջոցառման խորագիրն է թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում եւ հենց մեր ցուցահանդեսի վերնագիրը ուղիղ կապ ունի այս խորագրի հետ, այսինքն այն յուրատիպ երկխոսություն է ձևերի, գաղափարների եւ մշակութային ժառանգության վերաարժևորման եւ նորովի ներկայացման համար ու հենց այս սկզբունքով էլ այսօր առաջնորդվում են թանգարանները։ Մեր Յանան կներկայացնի առավել մանրամասն կոնցեպտի մասին, ինչ են փորձել ներկայացնել իրենց գործերում, իրենց աշխատանքներում։ Մենք շատ վաղուց փորձում ենք ստեղծենք մի կոնցեպտ, որտեղ որ նկարիչները, քանդակագործները, ֆոտոնկարիչները եւ հիմա արդեն բեմադրելու ենք, չէ, Նայրի ջան, հա, բեմադրելու ենք։ Փորձում ենք։ Արտիստները համագործակ միացնենք բոլոր արվեստները միասին։ Ահա, եւ համազգեստություն է ստացվում, երբ որ մենք մենտալ սինխրոնիզացնում ենք մեր մենտալ մտքերը եւ ֆիզիկական օբյեկտները, ստացվում է կոնցեպտ։ Երբ որ մենք շփվում ենք իրար հետ եւ կիսում ենք ամբողջությամբ գաղափարները իրար հետ, փորձեցինք նաեւ նենց անել, որ տեսնեն ֆիզիկապես օբյեկտների մեջ այդ մեր գաղափարները եւ ստացվեց սինխրոնիզացիա։ Եվ ես սկսեցի ստեղծագործել որպես դիզայներ գրաֆիկ, նկարում եմ սքեչերը, փոխանցում եմ ծրագրերի, հա, թվային, եւ այդ թվային ծրագրերի միջոցով կոլաժում եմ այն սքեչերը, որը որ նաեւ Նայրին է նկարում, Նունե Վարդանյանը, որը մեր հետ ցուցադրվելու է, եւ այլ նկարիչները, Արտուր Սարյանը, Արա Շամյանը, տարբեր նկարիչների հետ համագործակցում եմ եւ սկսեցինք հետո այդ վերադառնալ կտավին, այսինքն այն ինչ որ ստեղծվել է, մենք նկարում ենք ակադեմիկ նկարում ենք եւ Նայրին երբ որ տեսնում եմ մի հետաքրքիր էլեմենտ, ինքը փորձում է դա կանդակել։ Շատ, հա, այսպիսով մենք ստանում ենք անվերջ փոխազդեցություն եւ անվերջ համագործակցություն եւ անվերջ կալաշ, որը հետո ուզում ենք բեմադրենք։ Գաղափարը ստեղծվել է դեռ 2000 պատերազմից հետո 2044 պատերազմից հետո, եւ մենք փորձեցինք, շատ երկար ստացվեց, բայց ստացվեց։ Եվ վաղը մենք ցուցադրվում ենք, ես շատ շնորհակալ եմ, որ մեր կոնցեպտը ընկալվեց եւ կարողացանք այս հետաքրքիր օրվա ֆորմատով ներկայանանք։ Այսինքն ինքը բարդ ընկալելի է այն մարդկանց համար, ովքեր առիթ կունենան ներկա լինելու, ինչ է պետք այտենց հասկանալու համար։ Չի կարելի ասել, բարդ ընկալելի չի, ինքը ունի ցուցահանդեսը ունի սկիզբ, պտույտ եւ ավարտ։ Ոնց ասած, սկսվում է Եվայով, իմ աշխատանքով, տենց ասեմ, գալիս է այս անգամ ցուցահանդեսին մասնակցում են 3 նկարիչներ, ես, Յանա Զախարովան եւ Նունե Վարդանյանը։ Նունե Վարդանյանը ավելի մանրանկարչություն, որը վերածվել է կտավի վրա, այսինքն մենք պահպանում ենք հինը, բայց փորձում ենք ստեղծել նաև հինի վրա նորը։ Նույն մանրանկարչությունը վերարտադրել է կտավի վրա, ունի 4 աշխատանք, 1 քանդակ,
Յանան 3 աշխատանքով է ներկայանում եւ ես 3 աշխատանք եւ 1 քանդակ։ Մանրանկարչության որոշ էլեմենտներ ենք վերցրել այս above կոնցեպտի շրջանակում, որովհետև մենք ուզում ենք նոր մեր աուդիտորիային ներկայացնենք ու չվախենան իրանք ընկալեն, որ մենք ունենք պատմություն, մենք ունենք մանրանկարչություն, որը կարող զուլվի այսօրվա թվային աշխարհի հետ։ Եվ կարծում եմ, որ իրանց համար ավելի հեշտ կլինի այսօրվա մեր աուդիտորիայի համար լսարանի ավելի հեշտ կլինի ընկալել մեր մանրանկարչությունը, բայց չենք մոդիֆիկացնում բացարձակապես այդ պատկերները։ Այն ինչ որ դուք անում եք, այն ինչ որ վաղը ցուցադրվելու է, սա առաջին անգամ է արվում։ Սա ձեր մտահղացումն է, թե մինչ այդ անողներ եղել։ Ոչ, չէ, առաջին անգամ է լինելու եւ ընդհանուր այդ միտքը միացնել արվեստի բոլոր ճյուղերը։ Միջև անգամ հասնել այն մակարդակի, որպեսզի ցուցահանդես հասկացողությունը լինի բեմի վրա։ Դերասանը խաղա ցուցահանդեսը, դերասանը խաղա նկարչությունը, դերասանը այդ թվայինով, գրաֆիկայով ինքը լինի բեմի վրա։ Կմիանա նաև երաժշտություն, կամաց-կամաց գնում ենք երկխոսություն է ձևերի, գաղափարների, պատկերների ու մշակութային ժառանգության ժամանակակից վերարտադրման ու վերարժևորմանն է։ Ես նենց կուզեմ, որ դուք քանի որ այսօր թանգարանները ոչ միայն տարածքներ են, որտեղ պահվում են միայն մշակութային ժառանգություն, այսինքն հավաքածուները միայն չեն պահպանվում, դրանք այսօր արդեն վերածվում են մշակութային ժամանցի, ինֆորմալ կրթության միջավայրի եւ ընտանեկան ժամանցի, որ ամեն մեկը կարող է գտնել իրեն հետաքրքրող, իրեն սովորեցնող տարեր մշակութային ժառանգությունից եւ Աբհավը հենց ինքը թարգմանաբար նշանակում է վեր, այսինքն ամեն ինչից վեր, բայց ինձ թվում է դա ավելի գիտակցությունից վեր, ավելի վերացական է եւ ավելի ինքը ոչ թե վեր, այլ ներս դեպի ինքնություն, դեպի ժառանգություն։ Մենք ճիշտ ասած, ես նաև դաս եմ տալիս Սլավոնական համալսարանում բրենդինգ եւ միշտ փորձել եմ բրենդը եւ արվեստը իրար հետ միացնել։ Ու այս պահին ստացվում է, քանի որ այսօր մեր աշխարհում ամբողջը սիստեմա է, եւ որ բրենդը դա սիստեմա է, արվեստը դա սիստեմա չի հաստատ։ Երբ որ մենք միացնում ենք սիստեման եւ արվեստը, մենք ստանում ենք նոր պատկեր։ Այն պատկերը, որը մենք կարողանանք այսօր ներկայացնել որպես ապագա, ոնց որ թանգարանների միջազգային օրվա ընթացքում այս պահին մետաֆորա, որ թանգարանների ապագան արագ փոփոխվող հասարակությունում։ Այսինքն մենք փոփոխվելով մնայուն մնանք։ Այսինքն մենք պահենք մեր պատմությունը եւ Դե դա ամենաբարդն է, որ մեզ մոտ հիմա չի ստացվում։ Մարտահրավեր։ Իրականում, տեսեք, դուք երբ որ ասում եք սիստեման եւ արվեստը փորձել եք միացնել, արվեստը ոչ մի կանոնի չի ենթարկվում, դրա համար էլ ինքը, չգիտեմ, ունի անսպառ հնարավորություններ մարդուն երևակայելու։ Իսկ սիստեմը ինքը ինչ որ առումներով լավ է, որովհետև կանոնակարգված է, բայց ինքը սիստեմավորված է ինչ որ մեկի կողմից։ Եվ երբեք չգիտես այդ սիստեմավորումը, որ տվել է լավ է, այդ ինչ որ մեկը տվել, թե ոչ։ Հիմա հետևաբար այս երկու իրարամերժ գաղափարները միացրել եք, իրենք հակացություններ չեն տալիս, որովհետև ինչ որ մի անհասկանալի սիստեմ եկել մտել է մի աշխարհ, որտեղ կան պիտի լինի կամ ազնվություն, երևակայություն անսահման, ոչ մի կանոն չկա եւ այդ կանոնով անկանոնով հանդերձ ինքը շատ ավելի կանոնակարգված է, քան մյուսը։ Հիմա ոնց է այս երկու գաղափարը իրար հետ աշխատում։ Այդ կանոնը դարձնելու ենք անկանոն, էլի։ Ես ուզում եմ ասեմ, որ գալակտիկան էլ է սիստեմա։ Մեր օրգանիզմի մեջ էլ սիստեմա կա։ Մենք չենք կարողանում սիստեմայից դուրս գանք, ոչ միայն պետության մասին է խոսքը։ Ինքը մի քիչ ավելի գլոբալ գաղափար, սիստեմա գաղափարի մասին է խոսքը։ Երբ որ մենք կարողանանք մի նկարի, մի կոնցեպտի շուրջ միասին լինենք, միասնական լինենք եւ մենտալ փոխարինենք իրար այդ միտքը եւ կարողանանք ստանալ նաեւ ֆիզիկապես օբյեկտ, դա նշանակում է, որ մենք սիստեմայի մի մաս ենք դառել եւ կարողանում ենք գալ նրան, որ մեր սիստեման ճիշտ աշխատի եւ ինչ որ պահին ինքը, այսինքն ինքը կարողանա անվերջ լինի, մեր համազգեստությունը լինի անվերջ
ինքը չկանգնի։ Ես ոնց եմ սիրում արվեստագետների հետ շփվել, ի սկզբանե ինձ բարդ չի, ընդհանրապես բարդ չի։ Բացարձակ։ Մենք այն ինչ որ հիմա խոսում ենք, հիմա գիտեք, հեռուստադիտողներն նայում են ասում են Ժորժ, որտեղ է լինելու, ավելի լավ գամ տեսնեմ, ավելի լավ գամ տեսնեմ։ Վաղը ժամը մայիսի 17-ին ժամը 19:00 Ռուսական արվեստի թանգարան Իսահակյան 38։ Միայն վաղն է լինելու։ Ոչ, ցուցահանդեսը տևելու է մինչև մայիսի 23-ը եւ թանգարների միջազգային օրը մայիսի 18-ին նույնպես թանգարանի մուտքը անվճար է լինելու։ Ես պետք է գամ տեսնեմ, անպայման սիրով հրավիրում ենք։ որովհետեւ ուզում հասկանամ ինչի մասին ենք մենք խոսում։ Մենք խոսում ենք արվեստագետների փոխազդեցության։ Դա հասկացա։ Հետո մենք հասանք արդեն գալակտիկա, տիեզերք, սիստեմա եւ այլն, ասես ավելի լավ է ես գամ տեսնեմ ու Դե պատկերացրեք, որ այս ամեն ինչը ուզում ենք հասցնենք մինչև բեմ։ Ավելի աբսուրդի մեջ։ Որ սաղս խելագարվենք։ Խելագարության աստիճան, փորձենք։ Հետաքրքիր է, երբ ազատիկ ուսանողների հետ աշխատում եք, ու այսօր ուսանողությունը մի քիչ տարբեր երևույթների մասին հետաքրքիր, կարող է մի քիչ ցիրուցան, բայց ինֆորմացիաներ ունեն։ Հիմա երբ մենք խոսում ենք այդ սիստեմի, արվեստի, չգիտեմ, մի քիչ երևի էզոտերիկայի, արդեն չգիտեմ ուր ենք հասել։ Մեր այսօրվա ուսանողները շատ ավելի ընկալուն են դարձել, թե մենք, այսինքն մեր ծերունդը ավելի էր խորանում այդ տեսակ երևույթների մեջ։ Չէ, մենք չենք խորանում այդքան։ Իրենք ավելի։ Իրանք ավելի։ Մենք այդ ժամանակը կարծում եմ եւ ինֆորմացիա չունենք այդքան։ Իրանք հիմա պատրաստ են վերցնեն, իրանք գիտեն որտեղից գտնեն։ Իսկ մեր շատ նեղ էր մեր Հնարավորությունները։ Մեր միակ հնարավորությունը բանն էր։ Գրադարաններ, էնցիկլոպեդիաների շարքը, որը ամեն մեկը տանը ունենք։ Բայց լավ էր, ված չէ։ Շատ լավ էր։ Հիմա ո՞ւմ է պետք։ Ես միշտ իրանց ասում եմ, ես ասում եմ, Չէ, մեր Google-ը հա։ Չէ, հիմա շատ որ պարտադիր բոլորը։ Չէ, աշակերտների շատերը հիմա ես լսում եմ, որ գիրք են կարդում ու երբ որ գալիս են, ասենք, դպրոց նկարչական գիրք ունեն ձեռքերը։ Ոչ միայն այդ հեռախոսն է, էլի։ Այո։ Չէ, իրականում կարդում են։ Կարդում են, չէ, կարդում են։ Հիմա շատ լավ սերունդ է զարգանում։ Ես շատ դեմ եմ, որ ասում են մեր ժամանակ լավ էր, միշտ ասում է, չէ, միշտ ասվում է, հա, որ մեր պապերն են ասել, իրանց մասին են, իրանց պապերն են ասել, ասում են, բայց իրականում շատ խելացի ու հրաշալի սերունդ է մեծանում։ Շատ իմ ուսանողները մեկը մեկից հրաշալի երեխեք են, շատ հետաքրքիր։ Մենք որ ավարտում ենք իրանց հետ իմ դասը շրջանակներում շփվել, մենք անպայման ընկերանում ենք, չգիտեմ, շփվում ենք, հանդիպում ենք, որովհետև ես էլ ունեմ իրանցից շատ բան սովորելու։ Դերև ժամանակակից սերունդը լրիվ ուրիշ է։ Ինձ հետաքրքիր է առհասարակ թանգարանների հաճախելիությունը, ինքը լավ է եւ առհասարակ երիտասարդներն են գնում, թե մեծել է։ Ինչ վիճակում են առհասարակ մեր թանգարանները։ Տեսեք, մենք հասել ենք այն աստիճանին, որ կարողանում ենք բոլոր տարիքային խմբերի համար ապահովել ժամանց ու կրթություն թանգարանում։ Մենք դժգոհ չենք ամեն դեպքում դպրոցականների հետ ենք շատ լավ աշխատում, զբոսաշրջիկների հետ ենք աշխատում, կարողացել ենք ներգրավել թանգարան ավելի շատ տարիքային խմբեր եւ հաճախելիություն։ Հենց նույն երբ որ կրթությունից խոսք գնաց եւ կրթական մակարդակից եւ այլն մենք ունենք տարբեր տարիքային խմբերի համար կրթական ծրագրեր, որ հենց դպրոցների հետ ենք համագործակցում, համալսարանների հետ ենք համագործակցում, հիմա արխիվում նաեւ ամառային դպրոցներ ու դպրոց ենք ունենում եւ կարողանում ենք այդ շրջանը ապահովել անդադար կրթության եւ ժամանցի։ Ված չի հաճախելիությունը։ Իսկ քանի որ վերջին շրջանում եւ վերջին մի քանի տարին Ռուսաստանի Դաշնությունից ռուսներ բավականին շատ եկել են։ Հա։ Իրենց հետաքրքիր է ռուսական արվեստի թանգարանը։ Գալիս են։ Մեր դեպքում մի քիչ սպეციფიկ է մեր թանգարանի անունը, քանի որ ռուսական արվեստի թանգարան Արամ Աբրահամյանի հավաքածու, մեր պապիկը, ով բժիշկ էր, աշխատում էր Կրեմլում եւ վաստակավոր բժիշկ է եղել, ինքը իր հավաքածուն նվիրել է Հայաստանին եւ մեր անվան մեջ համ հայեր ենք, համ հայ կա, համ ռուս կա։ Իհարկե ռուսներին հետաքրքիր է եւ մեր հավաքածուն ինքը կոչվել է փոքր տրիտիկով, այսինքն շատ արժեքավոր հավաքածու ունենք եւ ցանկացած ռուս ազգի զբոսաշրջիկի հետաքրքիր է տեսնել, թե ինչ ունեն իրենք մեր մոտ։ Դե հա։ Այո,
Նաև ուզում եմ ասեմ, իմ աշխատանքը 3 ինձ ասեցին, որ անցել է Art Fair Վենեցիայում անցկացվելու այդ Art Fair-ը։ 3 ենք իմացել։ 3 ենք իմացել։ Ինչ աշխատանք։ Իմ աշխատանքը գեղանկարչական աշխատանք է, այո, եւ հրավիրել են Վենետիկ, ես շատ ուրախ եմ, որ Հայաստանից։ Երբ եք գնում։ Հունիսին։ Ինքը լուրջ միջոցառում է, հա, տենց։ Հա, Վենեցիայում Art Fest է լինելու 19 դարի բիենալի արխիտեկտուրայի շրջանակներում, նաև իրանք ներկայացնելու են միջազգային Art Festival-ը։ Ես շատ Այդտեղ միայն ներկայանում եք, թե այդտեղ հաղթողներ լինում են։ Ներկայանալու ենք եւ կարծում եմ, որ հա, նաև լինելու են հաղթելով, հա։ Հաղթելու հա։ Ուղղակի մասնակցություն։ Չէ, մեր 500 աշխատանքից ընտրվել է 150 եւ իմ աշխատանքն էլ ընտրվել։ Ես շատ ուրախ եմ։ Ուղարկել եք ուղակի դուք։ Ես կարծում եմ, որ կմեկնեմ ու Չէ, այսինքն աշխատանք իրենք ոնց են տեսել։ Հա, նկարով դե բնականաբար սկզբից նկարով։ Իսկ ինչ է աշխատանքը, ինչ է պատկերված, ինչ է։ Պատկերված է նավակ, կարմիր, կապույտ, ինքը ծով։ Ծիրանագույն։ Խորհրդանիշը, ինչ էր նավակի խորհրդանիշը։ Նավակի մենակություն, լռություն, հանգիստ, մտքի հանգստություն։ Հա, ամեն մեկս պետքա պահագալի, որ պետքա հանգստանանք ու մտածենք։ Եվ ես կարծում եմ, որ շատ կարևոր է։ Դա մեզ մոտ կստացվի։ Մեզ մոտ կստացվի հաստատ։ Այս պահին շատ ավելի կարևոր է։ Մեր համազդեցությունն էլ է շատ կարևոր այս շրջանում։ Բարդ շրջան է եւ մեզ բոլորի համար եւ կարծում եմ, որ սա շատ կարևոր է, որ մենք կարողանանք բացի նրանից, որ միտք ենք կիսում, նաեւ կիրառենք այն ինչ որ կիսում ենք։ Հնարավոր է նման միջոցառումների ժամանակ վաճառեք նկարաբան, նման բաներ լինում է թե չէ։ Դե որ Վենետիկ եք գնալու։ Հա, վաճառքը լինելու է։ Լինելու է։ Հա։ Ինքը աուկցիոն է լինում, թե ուղղակի որոշում եք իշխանով։ Չէ, вообще բոլոր էքսպոզիցիաների ժամանակ, բոլոր էքսպոզիցիաների ժամանակ վաճառքը կարա տեղ լինի։ Իսկ դուք եք գինը որոշում, թե առհասարակ մարդիկ գալիս են ասում են օրինակ ես նկարի ես Չէ, ես եմ գինը որոշում, մենք։ Թանկ կվաճառեք, էժան չվաճառեք։ Չէ, անպայման։ Հեսա կորոշենք հաղորդում։ Դավիթը կարող պրոդյուսինգ անել։ Ապա մեր արվեստագետները թող շատ թանկ վաճառեն։ Դե ես իմիջիալոց ասեմ, հիմա էլ աշխարհի այս դռների բաց հնարավորությունը տես տալիս է հնարավորություն առանց մեկնելու գոնե թե հայտ ներկայացնես ով ես ու ընտրվես։ Մի ժամանակ մարդիկ չունեին պարզապես, կամ պիտի մեկնեին, գնային, հասնեին, ներկայանային, աշխատանքը ցույց տային, կստացվեր, չէր ստացվի, ֆինանսական լուրջ բեռ եւ այլն։ Այս դեպքում շատ արագ այս process-ը իրականանում է, մարդիկ եթե անցել ես հրավիրում են, իրենք են հոգում ծախսերը, թե դուք եք հոգում։ Ես։ Իսկ նկարները տեղափոխելը բարդ չի։ Դե տանելու եք, չէ՞ ձեզ։ Ես տանելու եմ, բայց հիմնական եթե ուզում եք եթե ուղարկում են, այսինքն հա էլի նկարիչի հաշվին է, դա է տանելու։ Չէ, բարդ է, չէ՞, ինքը նկարի տեղափոխում, այսինքն հատուկ պայմաններով է տեղափոխում։ Չէ, նկարները, չէ, բարդ չի, ուղղակի ստորագրություն է վերցվում։ Դե այդ ժամանակակից գործերի մասին է խոսքը, բայց հա, թանգարանային առարկաների տեղափոխությունը այդ բավականին բարդ ու երկար process է, հա, որովհետև եթե դրանք մշակութային արժեք են համարվում ու ՀՀ սեփականություն են, մենք արտագնացուցահանդեսների ժամանակ բավականին երկար աշխատում ենք մինչև դրանք արտահանենք։ Նու ժամանակավոր պահպանության ենք հանձնում ուրիշ թանգարաններին, մենք անցյալ տարի այդպիսի փորձառություն ունեցել ենք թանգարանի 40-ամյակի արդիվ Տրիծիկովյան պատկերասրահում մեծ ցուցահանդես ենք ունեցել հոբելյանական եւ շուրջ 49 աշխատանք տարել ենք Մոսկվա Տրիծիկովյան պատկերասրահում ցուցադրելու։ Մենք ձեզ հաջողություն ենք մաղթում։ Լավ եւ ցուցադրության ժամանակ ձեզ հաջողություն ենք մաղթում Վենետիկում։ Մենք ձեզ կսպասենք։ Շնորհակալություն։ Եվս մեկ անգամ հիշեցնենք սիրելի հեռուստադիտողներ, որ տեղի կունենա միջոցառում այդ ցուցահանդեսը մայիսի 17-ին ժամը 19:00։ Դե ցուցահանդես չի, ես ոնց հասկացա, այստեղ արվեստների sense փունջ է, որը հա միաձուլում է ու չգիտեմ, ինչ որ գաղափարական իր արտահայտչա միջոցն ու ձևն է գտել, որ գնաք, ինձ թվում է հատկապես թանգարանային գիշերը, պիտի որ մեծ բավականություն ստանաք։ Հաջողություն եք մաղթում, ուրախ ենք, որ դուք հետևում եք մեզ սիրելի հեռուստադիտողներ, արձագանքում եք, գրում եք, երբեմն հուշում եք ինչի մասին պետք է խոսենք կամ ինչ խնդիրներ բարձրաձայնենք, բայց այսօր ուրբաթ է, փորձեցեք մի քիչ ավելի թեթև լինել, ձեզ մաղթելով լավ հանգստյան օրեր, մինչ երկուշաբթի։ Հաջողություն, լավ եղեք։